Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի չարենցավանցիներ, մենք մեր դաշինքի անունից եւս մեկ անգամ ողջունում ենք այսօրվա հանրավակի բոլոր մասնակիցներին եւ եկել ենք այստեղ մեր թիմով, որպեսզի ձեր հետ միասին ապրիլի 2-ին գնանք շատ կարևոր ընտրությունների, որտեղ մեկ ընտրությամբ մենք ընտրելու ենք Հայաստանի Հանրապետության ամբողջ ղեկավարությունը։ Այսպիսի ընտրություններ մեր պատմության մեջ երբևէ ընտրությունների։ Այս ամսվա ընթացքում ուսումնասիրենք, վերլուծենք, եզրակացություններ կատարենք եւ մենք մեր ձայնը տանք այն ուժին, որը իրականում մեծ փորձառություն ունի, մեծ ճանապարհ է անցել եւ ժողովրդի համար մտածելու եւ նաեւ զոր ու գիշեր արարելու ունակություն ունի։ Մեր թիմը կազմված է շատ փորձառու մարդկանցով։ Այստեղ նշվեցին պարոն Օսկանյանը, պարոն Հովանեսյանը, մեր Կոտայքի մարզի ռեյտինգային տեխնացուները, պարոն Մարտիրոսյանը, որը վարում է այսօրվա մեր միջոցառումը։ Բոլորը մեծ փորձառություն ունեն եւ բոլորը կարող էին այսօր հանգիստ կյանքով ապրել, կողքից նայել եւ տեսնել, թե ինչպիսի ընթացք է ստանում մեր այսօրվա քաղաքական այս զարգացումները, բայց մենք չենք ուզում կողքից նայել։ Մենք այստեղ ենք եկել ոչ թե պաշտոնի համար, ոչ թե անձնական ինչ-որ ձեռքբերման համար։ Մենք այստեղ ենք եկել ժողովրդի հետ իշխանությունը ժողովրդին տալու համար։ Ես չեմ ասում վերադարձնելու, որովհետև մեր պատմությունը ցույց է տվել, որ իշխանությունը ժողովրդին երբևիցե չի եղել։ Մենք պետք է տանք իշխանությունը վերջի վերջո մեկ անգամ ժողովրդին, որպեսզի ժողովուրդը ինքը զգա, որ ինքը այդ իշխանության տերն է։ Եվ դրա երաշխավորը մենք լինելու ենք, հավատացեք, մենք խոսք ենք տալիս այստեղ բոլորի առջև։ Կառավարման համակարգում մենք արմատական բարեփոխումներ ենք իրականացնելու։ Արմատական բարեփոխումներ։ Արմատական բարեփոխումները ուղղված են լինելու ոչ միայն, ասենք, ռազմավարական, հեռանկարային որոշումների ընթացակարգերին, ոչ միայն մարտավարական աշխատանքի ձևեր, մեթոդներ, սկզբունքներ, աշխատելու ձև, այլ նաև գաղափարական մեր երկրում բացակայում է եւ նաեւ հաշվետվողականություն ժողովրդի առջև։ Վերջի վերջո մեր այսօրվա եւ իշխանությունները եւ ապագա իշխանությունները մեկ անգամ ժողովրդի առջև պետք է հաշվետվություն տան, թե չէ, իրենց պարտականությունների շրջանակներում։ Մենք խոսք ենք տալիս, այդ հաշվետվությունը տալու ենք։ Եվ եթե չլինի այդ հաշվետվությունը, ապա մենք պատրաստ ենք ժողովրդի առջև պատասխանատվություն կրելու եւ արժանանալու ժողովրդի ընդհանրական դատաստանին։ Այս խոսքերը ես հենց այնպես չեմ ասում, սիրելի ժողովուրդ։ Սա իմ անկեղծ սրտից է բխում, որտեղ մենք լինելու ենք ձեր կողքին, լինելու ենք ձեր կողքին։ Մենք պատրաստ ենք կրելու այն ցավը, պատրաստ ենք խմելու այն դաժանությունների, դժվարությունների այն բաժակը, լցված բաժակը ձեր հետ միասին, կրելու այդ դժվարությունները, ձեր հետ համակարգ գնալու, բայց միևնույն ժամանակ ես վստահ եմ, որ մենք կրելու ենք ձեր հետ միասին հաղթանակի բերկրանքը, հաղթանակ, որ մեր երկիրը պետք է տանի դեպի արդարություն։ Հավատացեք, այնպիսի երկրներ, որոնք որ մեր նման երկրներ են, որոնք որ չունեն ելք դեպի ծով, ենթակառույցներ նորմալ, բնական պաշարներ, շրջապատված վիճակում են գտնվում։ Այդպիսի երկրները այդպիսի իրավիճակից դուրս են գալիս միայն ու միայն արդարության շնորհիվ։ Մենք պետք է պայքար մղենք բոլոր տիպի առատավոր երևույթների դեմ։ Մենք ասում ենք հերիք է ամենաթողությանը, հերիք է ոչ անարդարությանը, հերիք է։ Դրա համար մենք համապատասխան ծրագրեր ենք մշակում, հարգելի հայրենակիցներ։ Ուզում եմ ասել հետևյալը, որ եթե մենք արդարություն ամրապնդենք բոլոր ոլորտներում, գործը ինքնըստինքյան մանր առաջ է գնալու, հավատացեք։ Ես երկար տարիներ ղեկավարել եմ տարբեր կառույցներ, տարբեր օղակներ,
Երկար տարիներ ղեկավարել եմ Ղարաբաղի պաշտպանության բանակը։ Այստեղ պաշտպանության նախարար եմ եղել եւ ես տեսել եմ, եթե արդարության մթնոլորտը դու ձևավորում ես, մնացածը ինքնին կամաց առաջ է շարժվում։ Եկեք համեմատվենք տարածաշրջանի երկրների հետ։ Ես միշտ տարբեր համեմատություններ եմ անում, ռազմական տեսանկյունից եմ նայում մեր իրողությունը, բայց այսօր ուզում եմ փոքր համեմատություն անեմ մեր հարևան կոռումպացված, գողական բարքերով, զարգացման տեսլական չունեցող մի երկիր, բայց Սահակաշվիլին կտրուկ եւ կոշտ բարեփոխումներ իրականացրեց Վրաստանում։ Կարելի ասել, որ գրեթե կոռուպցիան վերացվեց։ Պետական կառավարման համակարգը եւ ընդհանուր համակարգը բերվեցին ընդհանուր ժամանակակից ստանդարտներին։ Իրենց իսկ ժողովրդի համար պայքարելով, մտածելով, որ ժողովրդի համար է դա անհրաժեշտ։ Եվ անկասկած հաջողությունները եղան։ Տնտեսությունը արագ կերպով սկսեց զարգանալ։ Բոլոր տիպի ներդրումները միջազգային, արտերկրյա ներդրումները հեղեղվեցին Վրաստանում եւ այդ հաջողությունները ակնհայտ էին։ Այնուհետև արդար ընտրությունների շնորհիվ նա իր տեղը զիջեց, խնդրում եմ այս բառերին ուշադրություն դարձնենք, իր տեղը զիջեց նոր մարդկանց, որոնք որ հենվելով նրա կատարած դրականի վրա շարունակեցին բարեփոխումները եւ այսօր Վրաստանը նորից զարգանում է, բայց այնպես անելով, որ չկրկնեն Սահակաշվիլիի սխալները, որովհետև Սահակաշվիլին տնտեսության զարգացմանը հակադրեց հակառուսական քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետությանն էլ են պետք կտրուկ եւ կոշտ բարեփոխումներ։ Եվ այդ կտրուկ կոշտ բարեփոխումները պետք է լինեն ոչ սխալական։ Այդ սխալները մենք պետք է թույլ չտանք։ Մեր տնտեսության զարգացմանը զուգահեռ մենք պետք է նաեւ արմատական բարեփոխումներ եւ նոր որակի բարձրացնենք մեր ռազմավարական հետ մեր հարաբերությունները պետք է մեխանիզմ ձևավորենք, ռեալ մեխանիզմներ, ոչ թե թղթի վրա գրված մեխանիզմներ։ Մեր համերկրացիների մեծ մասը սփռված է ամբողջ աշխարհով մեկ։ Եվ նաև արևմուտքում է ապրում։ Դա մեր ամենակարևոր գործոնը պետք է լինի, արդյունավետ գործոնը, որի շնորհիվ մենք նոր տիպի հարաբերություններ, ռեալ շահավետ հարաբերություններ պետք է ունենանք նաև արևմուտքի հետ։ Մենք ունենք թիմ հարգելի հայրենակիցներ, որոնք որ փորձառու են, որոնք չեն մտածում իրենց անձնականի մասին ու երբևիցե չեն էլ մտածել։ Չեք կարող գտնել մեր թիմում մի անձ, որի մասին կարող են ասել հետևյալը. նրա եղբայրը, նրա քույրը, նրա բարեկամները, նրա փեսան այս կամ այն մենաշնորհների տերն են։ Չեք կարող գտնել եւ ասել, որ մեր թիմում մարդիկ, որոնք որ այս կամ այն նյութական միջոցներն են ներկրում եւ ունեն խոշոր բիզնեսներ մեր երկրում։ Դա մենք ասում ենք ոչ թե փորձելով նվաստացնել այն մարդկանց, ովքեր մեծահարուստներ են։ Ընդհակառակը մենք ուզում ենք, որ այդ մեծահարուստները քաղաքակիրթ ձևով դառնան մեծահարուստ գործարարներ, ոչ թե օլիգարխներ, օգտվելով իշխանության բոլոր հնարավորություններից։ Սա է մեր հիմնական նպատակը։ Ես, հարգելի չարենցավանցիներ, ես պատրաստ եմ առաջնորդել Հայաստանի Հանրապետության կտրուկ եւ կոշտ բարեփոխումները։ Ես պատրաստ եմ առաջնորդել Հայաստանի Հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու եւ արդարություն ձևավորելու ողջ գործը, որովհետեւ դա նաեւ բանակին բնորոշ գործ է։ Մենք պատրաստ ենք հենվել նաեւ նախկինում ձեռք բերված դրական ձեռքբերումների վրա, որովհետեւ հայկական բանակը երևի թե այն միակ դրական ձեռքբերումներից է, որը որ երաշխավորն է մեր մարտական ընկերների, տարբեր հասարակական կազմակերպությունների, ովքեր որ մեր դաշինքի նաև հիմքն են կազմում։ Եվ մենք պատրաստ ենք ռեալ քայլերով, ռեալ արդյունքներով ջախջախել
հուսալքության եւ հուսահատության այն մթնոլորտը, որը որ տիրում է մեր երկրում։ Մեր կառավարման ժամանակահատվածում ամենակարևոր գործոնը, ամենակարևոր արժեքը մարդն է լինելու։ Ժամանակակից շուկայական, տնտեսական հարաբերություններում տարբեր տիպի սեփականությունների, նյութական, ֆինանսական, տարբեր սեփականությունների հետ մեկտեղ մենք կարևորել ենք մարդու ամենակարևոր սեփականությունը։ Դա նրա անձնական արժանապատվությունն է։ Եվ ոչ ոք չի կարողանալու ոտնահարել մարդու անձնական արժանապատվությունը։ Մենք իհարկե գործի բերումով, սիրելի չարենցավանցիներ, քիչ ենք եղել այստեղ։ Ես ավելի շատ շփվել իմ համար, մեր բոլորիս համար, զինվորը եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաք մենք բոլոր այդ դժվարությունները։ Ես Չարենցավանում եղել եմ միայն ու միայն այցելելով հաստոցաշինական գործարան, նոր ձևավորված հայ լեհական Արմենիա Լյուբավա համատեղ այդ ձեռնարկությունը, բայց մենք խոսք ենք տալիս, որ մեր ասած խոսքերը մենք տարածելու ենք մեր երկրով մեկ։ Կառավարման համակարգում մենք անպայման ձևավորելու ենք հաշվետվողականություն, խոսք ենք տալիս, որ դա իրականացնելու ենք, եւ դա իրականացնելու ենք անցնելով մեր բոլոր բնակավայրերով։ Ես 25 տարի ծառայել եմ հայկական բանակում, կարծում եմ, որ դա ասում է ժողովուրդը, դա ասում է նաև միջազգային բոլոր կառույցները, որոնք որ մեզ հետազոտում են, ուսումնասիրում են, բայց մենք նաև մեր թիմով պատրաստ ենք միշտ ժողովրդի չանել, որ մեր երկրում էլ կտրուկ եւ կոշտ եմ օգտագործում, կոշտ բարեփոխումներ իրականացնել, որտեղ մեր երկրում ամուր բռունցք է պետք, այդ ամուր բռունցքի տերը մենք կարող ենք իրականացնել, այդ փորձառությունը մենք այսօր ձեռք ենք բերել եւ մեր հիմնական սկզբունքը գործունեության արդարությունն է լինելու, ազնվությունն է լինելու, այն մենք վերադարձնելու ենք մեր ժողովրդին։ Իսկ իմ համար, իմ կյանքում ժողովրդին ծառայելու ժամանակ ամենակարևոր սկզբունքը լինելու է կյանքս հայրենիքիս, յուրաքանչյուր միայն ու միայն երկնային արժանապատվությունը, միայն ու միայն, ոչ ոք, ով ուզում է լինի, ես, մյուսը, իրավունք չունենք մարդու արժանապատվությանը գտնելու։ Հենց այդ սկզբունքով էլ մենք աշխատելու ենք եւ ծառայելու ենք ձեր հետ միասին։ Ես գտնում եմ, որ այն ինչի մասին մենք խոսեցինք, մենք միայնակ չենք կարող անել։ Դրա համար մենք ձեր կողքին ենք, մենք վստահում ենք մեր ժողովրդին, իշխանությունը մեր ժողովրդինն է լինելու։ Կարծում եմ, որ մեր համակիրների, մեր գաղափարակիցների քանակը, բազմությունը միայն այսօրվա հանրահավաքի մասնակիցները չեն, շատ են, ուստի ես խնդրում եմ տուն առ տուն, թաղ առ թաղ, բակ առ բակ, համայնք առ համայնք, մենք անցնենք ձեր հետ միասին, ձեռք բերենք այդ վստահությունը, քվեարկենք մեր դաշինքի համար ապրիլի 2-ին եւ առաջընթացը հաղթանակը մերն է լինելու։ Սիրելի չարենցավանցիներ, մեզ մնում է միայն ձեզ մաղթել ուշադիր եղեք, որտև սխալվելու իրավունք որևէ մեկս այլևս չունի։ Ռաֆի Օսկանյան դաշինքը համառութն է, նա ձեզ այլընտրանք է տալիս, նա կոչյանում և մենք բոլորս այս պայց սկսած փոխադարձ նույն պայքարի մասնակից ենք մեզ համարում և գնում ենք դեպի հաղթանակ։ Ստեսյուն ձեզ։